Հեղափոխությունից հետո Փարիզը փորձում էր հարմարվել նոր իրականությանը։ Քաղաքը դեռ լի էր բարիկադների հետքերով, բայց արդեն զգացվում էր նոր ազատության շունչը։ Թերթերը սկսեցին տպագրվել առանց գրաքննության, թատրոնները կրկին բացվեցին, մարդիկ խոսում էին, վիճում, գրում, ստեղծում։ Ալեքսանդրը նույնպես այդ շարժման մեջ էր։ Նա գրում էր հոդվածներ հեղափոխության մասին, պատմում էր այդ օրերի մասին, որպես մարդ, ով դա ապրել էր սեփական աչքերով։ Նկարագրում էր այն երեք օրերը, երբ ժողովուրդը վերադարձրեց իր արժանապատվությունը։ Երեկոյան նա կրկին հայտնվում էր գրական սրահներում, բայց այս անգամ նրան արդեն այլ կերպ էին նայում, ոչ թե պարզապես գրողի, այլ մարդու, ով գործել էր, մարդու, ով մասնակցել էր պատմությանը։ Կանայք հմայվում էին նրա համարձակությամբ, նրա պատմություններով, նրա ներկայությամբ։ Նա դարձավ ուշադրության կենտրոն։ Շուտով նրա կյանքում հայտնվեց մի նոր կին։ Գրաֆինյա Մելզին, թատրոնի հետ կապված ազդեցիկ կին, հրավիրեց նրան իր առանձնատուն։ Նրանց ծանոթությունը շատ արագ վերածվեց սիրավեպի։ Նա ավելի մեծ էր, ավելի փորձառու, ավելի վստահ։ Նրա ներկայությունը լրիվ այլ աշխարհ էր Ալեքսանդրի համար։ Նա արդեն ծանոթ էր պարզ կյանքին, աղքատությանը, կարուհիներին, բայց հիմա առաջին անգամ զգաց բարձրաշխարհիկ կյանքի համը։ Նրանց հարաբերությունը կրքոտ էր, բայց նաև կարճ։ Մի քանի շաբաթ անց նա հեռացավ, վերադառնալով իր ամուսնու մոտ։ Բայց նա թողեց մի բան՝ հիշողություն, եւ այդ հիշողությունը երկար մնաց Ալեքսանդրի հետ։ Այդ ընթացքում նրա ստեղծագործական կյանքը շարունակվում էր զարգանալ։ Նրա պիեսները բեմադրվում էին, նրա անունը ավելի ու ավելի հաճախ էր հնչում։ Բայց նա չէր ուզում կանգ առնել, նա ուզում էր ավելին։ Նա սկսեց մտածել ոչ միայն թատրոնի, այլ նաև գրականության ավելի լայն ձևերի մասին։ Նա ուզում էր պատմել պատմություններ, որոնք կկարդան բոլորը։ Նա ուզում էր ստեղծել կերպարներ, որոնք մարդիկ չեն մոռանա։ Նա աշխատում էր օրերով, գիշերներով, գրում էր, վերագրում, նորից գրում։ Նա կարդում էր պատմություն, ուսումնասիրում անցյալը, քննում հետաքրքիր սյուժեներ։ Նրա մեջ կար մի բան՝ անհագ ցանկություն ստեղծելու։ Նրա շրջապատում արդեն հայտնի մարդիկ էին՝ գրողներ, բանաստեղծներ, մտածողներ։ Նա շփվում էր նրանց հետ, քննարկում գաղափարներ, վիճում, պաշտպանում իր կարծիքը։ Նա արդեն ոչ թե պարզապես մասնակից էր այդ աշխարհում, նա դառնում էր դրա կարևոր մասը։ Բայց հաջողությունը դեռ լիովին չէր եկել։ Նա դեռ աշխատում էր, դեռ պայքարում էր, դեռ ապացուցում էր իրեն։ Նրա ճանապարհը դեռ չէր ավարտվել։ Այն դեռ նոր էր սկսվում։ Նա արդեն անցել էր աղքատությունից, անցել էր պայքարից, բայց ամենամեծ պատմությունները դեռ առջևում էին։